Բարև ձեզ, շնորհակալություն որ եկել եք։ Անունս Էդուարդ է, ես աշխատում եմ Ucom ընկերությունում, մարքեթինգի բաժնում եմ աշխատում որպես project manager։ Հիմա ուզում եմ խոսել մի նախագծի մասին, որը ստեղծել եւ հորինել են Ucom ընկերությունը, բայց ինքը այսպես ասած համահայկական նախագիծ ենք մենք համարում։ Ու կուզեմ երկու բառով պատմել իմ վերաբերմունքը իմ ծանոթանալ ես նախագծի մասին, հա, երբ առաջին օրը ես արդեն աշխատանքի եմ մտնում Ucom-ում, ինձ ասում են, դե վсё, ախպեր, ցեղասպանության այդ պրոյեկտը որ անում ենք, էդի արդեն դու ես անում, ասենց զարմացած Ucom, ցեղասպանություն, ասենք լրիվ տարբեր բևեռներ մեկ այդ ընդհանրապես կապ չունեն։ Հետո սկսեցի արդեն խորանալ ու հասկացա, որ ասենք իրականում դա շատ լավ միտք էր ու հենց Ucom-ն է, որ դա կարող էր անել, հա, որովհետև Ucom-ը միակ հայկական կազմակերպությունն է, որ կարող էր խոսել ցեղասպանության մասին եւ դրա իրավունքը ուներ։ Ուրեմն այս նախագծի միտքը պատկանում է հենց Ucom-ի տնօրենին Հայկ Եսայանին ու իդեան հետեւյալն էր։ Մենք իրականում գիտենք, հա, ցեղասպանություն, 1.5 միլիոն զոհեր, արտագաղթ եւ այլն, մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ բոլորը շատ լավ տեղյակ ենք։ Ու մենք գիտենք, որ ամբողջ 99 տարիների ընթացքում տարբեր մեթոդներով, տարբեր հնարքներով, տարբեր միջոցներով մարդիկ, մեր սփյուռքի բարեկամները, ազգականները կամ ոչ հայերը, հա, օտար երկրացի մարդիկ իրենք ամեն կերպ նպաստում են հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում։ Ինչի համար օգտագործում են տարբեր տեսակի ինֆորմացիոն եւ լոբինգի միջոցներ ու մեթոդներ։ Նկարներ, դրոշմանիչներ, գովազդներ, շապիկներ, հայտնի մարդիկ եւ այլն։ Ու արդյունքում մենք ստանում ենք հենց այս մեր աշխատանքի արդյունքում մենք ստանում ենք ճանաչում, հա, տարբեր երկրներ պետականորեն, ոչ պետականորեն, թեկուզ տարբեր ձևերով իրենք ճանաչում են հայոց ցեղասպանությունը եւ օր-օրի ինքը էլ ավելի մեծ ճանաչում է ունենում տարբեր երկրների կողմից, ինչը հենց մեր այսպես ասած բոլորի վեկտորային նպատակն է, ասենք ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ու քանի որ մենք հիմա արդեն ապրում ենք 21-րդ դարում ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարում ենք ապրում, մենք տեսնում ենք, որ արդեն այդ նույն պայքարը տեղափոխվում է դեպի ինֆորմացիոն դաշտ։ Ստեղծվում են վեբ կայքեր, մենք հենց ապրիլի 24-ին ընդառաջ փոխում ենք մեր Facebook-ի պրոֆայլները, մենք ստեղծում ենք ինչ-որ նկարներ ու այդ լոբինգը, այսպես ասած, այդ պայքարը տեղափոխում ենք դեպի on-line դաշտ, այսինքն մենք on-line դաշտում փորձում ենք պայքարել Twitter-ում հաշթեգեր, Instagram-ում նկարներ, Facebook-ում ստատուսներ եւ այլն։ Ու տեղից ծնվեց գաղափարը, հա, այսինքն այդքան մարդիկ, միլիոնավոր մարդիկ փոխում են իրենց ստատուս, փոխում են իրենց պրոֆայլ նկարները, cover նկարները, իրենք նկարներ են share անում, հաշթեգեր եւ այլն, բայց չկա մի բան, ու հենց այդ բանը դա էլեկտրոնային ստորագրությունն է, այսինքն մենք օրվա ընթացքում, եթե հատկապես եթե աշխատում ենք, հազարավոր մեյլեր ենք ուղարկում տարբեր մարդկանց, դա Հայաստանի ներսում լինի Հայաստանի դրսում։ Ու որոշվեց, այսինքն միտքը ծնվեց ստեղծել էլեկտրոնային ստորագրություն, որը իր մեջ պարունակում այդ բաները, այսինքն ճանաչել հայոց ցեղասպանություն խորագիրը։ Ու ստեղծվեց վեբկայք, որ վեբկայքը ինքը հենց ուղղված է դրան, այսինքն վեբկայքում կա ընդամենը ներկայացնում է շատ կարճ տեքստով նախագծի մասին, ներկայացնում է շատ կարճ ինչ է հայոց ցեղասպանությունը, ընդհանուր հանրագիտարանային մեկնաբանությամբ, ու արդեն ավելի կոնկրետ նշված է, թե ինչպես կարելի է Gmail-ի, Yahoo-ի, Yandex-ի եւ Outlook-ի, հիմնականում ամենատարածված մեյլերի մեջ ինչպես կարելի է տեղադրել դա ստորագրությունը։ Ընդհանրապես 3-4 քայլով հնարավոր է տեղադրել այդ էլեկտրոնային ստորագրությունը։ Այստեղ տակ արդեն բացատրությունը տրվում է ու ըստ լինքերի արդեն մենք կարողանում ենք մեր ստորագրությունները, էլեկտրոնային ստորագրություններին ավելացնել այս տիպի բաներներ։ Մենք տեսնում ենք, որ մենք ունենք նաև Facebook-ի համար պրոֆայլ նկար եւ cover նկար, YouTube-ի համար, mail-ի համար, հեռախոսների համար ունենք, iPad-ների համար, համակարգիչների համար, այսինքն տարբեր չափերի եւ հիմնականում ամենատարածված սարքերի համար ստեղծված են այս պատկերով նկարները։
Կայքում կա նաև լուսանկարների արխիվ, որտեղ հնարավոր է տեսնել այդ լուսանկարները, ծանոթանալ պաշտոնական փաստաթղթերի հետ եւ ծանոթանալ թե ինչ է գրել հայոց ցեղասպանության մասին միջազգային մամուլը։ Այսինքն կայքը ստեղծված է հիմնականում այն մարդկանց համար, ովքեր ունեն քիչ տեղեկություն կամ ընդհանրապես չունեն տեղեկություն ցեղասպանության մասին, այսինքն մեր մեյլերի մեջ տեղադրված ստորագրություն բաներով իրենք կարողանում են բացել, անցնել միանգամից կայք ու ծանոթանալ, տեղեկանալ հայոց ցեղասպանության մասին, որտեղից հետո արդեն ավելի խորանալ ու այլ ռեսուրսներից, օգտվելով այլ ռեսուրսներից ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Մենք կայքի պրեզենտացիան պաշտոնական պրեզենտացիան իրականացրինք ապրիլի 22-ին ու ապրիլի 22-ից հետո ունեցանք մեծ քանակությամբ այցելումներ կայք ու Facebook-ում եւ այլ սոցիալական ցանցերում մենք տեսանք թե մարդիկ ինչպես են օգտագործում տվյալ բաներները։ Տեսնում ենք Facebook, Twitter, Outlook-ի mail, Gmail եւ այլն, այսինքն մարդիկ ըստ իրենց հարմարության վերցնում են այն բաները եւ տեղադրում են իրենց ստորագրություններում կամ սոցիալական ցանցերի պրոֆայլներում։ Ինչպես նաեւ ապրիլի 24-ին մենք մեր ամբողջ անձնակազմով նմանատիպ շապիկներով մոտ 1000 հոգով բարձրացանք Ծիծեռնակաբերդ Շիշատակի տուրք մատուցելու Եղեռնի զոհերին։ Այսքանը սա նախագծի հասցեներն են Facebook-ում եւ կայքն է ու մեր համար ինքը հենց Ucom-ի համար, հա, ինքը չի համարվում սա որպես Ucom-ի product կամ Ucom-ի պրոյեկտ։ Մենք ընդհանրապես շատ քիչ տեղ ենք երևում, ընդհանրապես փոքրիկ լոգո, որտեղ նշված է, որ ստեղծված է Ucom-ի կողմից, որտեղ մենք սա համարում ենք համահայկական եւ համամարտկային նախագիծ, որից կարող են օգտվել բոլոր տիպի կազմակերպությունները, անհատները, մարդիկ, ընկերություններ եւ այլն, ասենք այն մարդիկ, ովքեր ուզում են ճանաչելի դարձնել եւ տարածել այդ գաղափար եւ հայոց ցեղասպանության մասին տեղեկություն։ Շնորհակալություն, եթե հարցեր ունեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Այջան։ Կայքը հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզվով են, բայց մենք շուտով կունենանք արաբերեն, արևմտահայերեն, ֆրանսերեն լեզուներով։ Նաև թուրքերեն, հա։ Եթե հարցեր չունեք, խնդրեմ ուղղակի այն մարդկանց, ովքեր չունեն, պարզապես մտեք recognize 1915.am եւ ձեր մեյլերի տակ ավելացրեք ստորագրությունը հենց բաների տեսքով։ Մերսի։ Չէ։ Ավելացնեմ, որ կայքը ինքը այնքան անվտանգ է, որ բազմաթիվ փորձերի արդյունքում ոչ մի ձև հնարավոր չեղավ իրեն կոտրել, այսինքն մենք տեսնում ենք, որ փորձում են պայքարում են դրսից։ Համենայն դեպս մինչև հիմա, ասենք, փորձեր արվել են, բայց ոչ մեկի մոտ չի ստացվել, հուսով ենք չի ստացվի։ Մերսի։